Տարիներ առաջ պարոն Ավինյանը իրան դրուց որ նոր պետք է նստեր գահի, ասես դες խոստանում եմ, եկավ մեր շենք ինքը լացելով հետ գնաց։ Երկու շենք ասած ասեք եւ կանեմ։ Ուրա պարոն Ավինյան ասաց այդ։ Այո, ընտրությունների այս դեմերը գալիս էր, արդեն իրանք գլուխ էին բարձրացնում։ Հիմա իրանց էլ ընտրել ենք, հիմա ի՞նչն է խնդիրը։ Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցի բնակիչները Երևանի քաղաքապետին հավատալով նրան ընտրել ու 3 տարի սպասել են, որ խոստումը կկատարի, փլվող հանրակացարաներից իրենց դուրս կհանի ու կտեղավորի ապահով տանիքի տակ։ Ասեց, որ ես ձեզ խոստանում եմ, տարի 6 ամիս հետո դուք կտարահանվեք, դուք նոր տնով կապահովեք։ Տարի ու կեսն էլ անցավ, 3 տարին էլ անցավ։ 3 տարի անց գործող իշխանությունը մոտ 8 միլիոն դրամ է առաջարկում նրանց նոր բնակարան գնելու համար։ Թող իրանք այդ գումարով տուն առնեն, մեզ այդ գումարով տուն առնեն, հատկացնեն, տեսնենք կարող են առնել։ Այդ շատ չնչին գումար է։ 4-րդ կարգի վթարային շենքերում մոտ 180 բնակարան կա, հարյուրավոր բնակիչներ են ապրում, երեխաներ, տարեցներ։ Օգոստոսի 6-ին կառավարությունը գերակա շահ է ճանաչել այս փլվող շենքերը։ Այդ որոշմամբ նվազագույնը 7 միլիոն 800 հազար դրամ փոխհատուցում են հատկացնում, որ մարդիկ գլխի ճարը տեսնեն։ Ըստ բնակիչների, սա վերաբերում է ամենափոքր 14 քառակուսի մետրանոց բնակարաններին, որ ամենաշատն է այս շենքերում։ Բայց մենք այդ ծրագիրը մերժում ենք, այս պայից սկսած։ Բնակիչները մոլորված են այդ գումարով որտեղ տուն գնեն։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, օրինակ Էրեբունի վարչական շրջանում, որի ծայրամասային թաղամասում են այս վթարային շենքերը, բնակարանի 1 քառակուսի մետրը մոտ 481 հազար դրամ է։ Պետության հատկացրած գումարը կբավարարի 16 քառակուսի մետր բնակարանի համար։ Հանրակացանում շատ բնակիչներ 14 քառակուսի մետր տարածքում են ապրում, դեմ չեն, որ նույն չափի բնակարան լինի, բայց պահանջում են, որ կառավարությունը գտնի ու գնի։ Այդ իրանց տված գումարով ռայոններում էլ չեք կարող առնել։ Ավելի մեծ քառակուսի մետր բնակարան ունեցողները այս 8 միլիոնի հաշվարկով ենթադրում են, որ իրենց դեպքում էլ փոխհատուցումը չի լինի այնքան, որ կարողանան Երևանի ծայրամասերում այսօրվա գներով տուն ձեռք բերել։ Ես շատ ներողություն արտահայտության համար, ես այդ 28 հազար դոլարով շամբուն չեմ կարող առնել։ Մեր պահանջը նա է, որ մենք մեզ այնքան գումար տան, որ կարողանանք մենք մեր քառակուսու չափով տուն առնենք։ Այսինքն մեր քառակուսին, այս պահի դրությամբ իմը 55 քառակուսի է, ինձ այնքան գումար տան, որ ես կարողանամ էլի 55 քառակուսի անոց տուն առնել։ Մահվան սպառնալիքի տակ գոյատևող հարյուրավոր բնակիչներից մի քանի տասնյակն այսօր կառավարության մոտ էր։ Պահանջում էին, որ մի պաշտոնյա դուրս գա ու իրենց լսի։ Նրանց լսող չեղավ։ Իրավիճակը լարվեց, բնակիչներից մեկին, որ ըստ մոր առողջական խնդիրներ ուներ, ոստիկանները բերման ենթարկեցին։ Նրա մոր ինքնազգացողությունն էլ վատացավ, շտապօգնություն կանչեցին։ Ոստիկանությունից ազատությանն ասացին, բնակչին ձերբակալել են ոստիկանին հարվածելու համար։ Այս միջադեպից հետո շարունակվեց ակցիան խաղաղ, բայց կառավարությունից ոչ մեկը քաղաքացիներին չլսեց ու չհանդիպեց։ Գործադիրի նիստից հետո վարչապետը լրագրողների միջոցով արձագանքեց. Մեր կողմից հարգելի քաղաքացիների նկատմամբ պետությունը ոչ մի պարտավորություն չունի։ Այսինքն այդ որ ասում են 7 միլիոն են տալիս, բայց ինչքան տանք։ Այսինքն պետությունը պարտավորություն չունի իրանց նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե վթարային շենքերում ապրող մարդկանց նկատմամբ պետությունը պարտավորություն չունի, բայց իր գլխավորած կառավարության որոշմամբ է քաղաքացիների նկատմամբ այս պարտավորությունը սահմանվել։ Խի, բա ոնց պարտավոր չես։ Հանգիստ ակուկ նստած ես աթոռի, ցավատել տանեմ, բա հիմա մեր հարցը լուծի, մեր կյանքն է վտանգված։ Չէ, տենց չի լինում։ Պետությունը պարտավոր է յուրաքանչյուր քաղաքացու կյանքի համար պարտավոր է պետությունը, որովհետև այդ քաղաքացին աշխատում է հարկավճարում, որ այս պետությունը զարգանա։ Չմնամ փողոց 7 միլիոն դրամով մնում են փողոցում։ Այո, հանրապետությունում կան տեղեր, որտեղ կարելի է 7 միլիոն դրամով բան անել, գույք ձեռք բերել։ Հայաստանով մեկ ոչ միտեղ այտենց գնով տուն չես կարողանալու առնես։ Ես էլի ասում եմ, եկեք արձանագրենք, մենք իհարկե իրադրությանը կծանոթանանք, թե ինչն է հարցը։ Վարչապետի բացատրությունը սաստիկ զայրացրեց բնակիչներին, որ դեռ չէին էլ հեռացել կառավարության մոտից։ Եթե 7 միլիոն 800 հազար դրամը բավարար է բնակարանի համար, թող Փաշինյանն էլ գնի ու բաժանի, առաջարկում էին նրանք։ Մեր պահանջը մեկն է, որ իրանք մեզ տան բնակարան։ Իրանց ասած գումարով, թող իրանք այդ գումարով տուն առնեն տան, մենք ուրիշ ավել բան չենք ուզում։ Հիշեցին Փաշինյանի թիմակիցների հայտարարագրերը, որ իշխանության գալուց հետո տպավորիչ ունեցվածքի տեր են դարձել։ Հայտարարագրերը, որ նայում ենք, ով ինչա ձեռք բերել։
Բայց նյուժելի չեն կարում այս 180 ընտանիքին ամեն մեկին մի բնակարան ապահովեն։ Ճեպազրույցի վերջում Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ մարդկանց պնդումներին, թե ընտրություններից առաջ համարժեք փոխհատուցման խոստումներ է տվել նաև Փաշինյանը։ Վարչապետը դժվարացավ հիշել նախկին խոստումները։ Նախկինում ես իմ բանի հիշողության վրա ավելի վստահ է, բայց հիմա ինֆորմացիայի ծավալը այնքան մեծ է, որ մի քանի դեպք եղել է, որ ես վստահ եմ եղել, որ տենց չեմ ասեն, հենց եմ ասել, հետո պարզվել է, որ տենց չի։ Դրա համար դուք ստուգեք, հետո առիթ կլինի կասեք։ Մի քանի օրից Վարդաշենի 6-րդ փողոցի բնակիչները պաշտոնական ծանուցումներ կստանան, որ այստեղ ապրելու համար 1.5 տարի ժամանակ ունեն։